Մինչև հիմա դեռ ոմանց թվում է, որ լուսնի վրա վայրէջքը իրական չէ, բայց այս տեսանյութում ես կապացուցեմ հակառակը։ Նախ եւ առաջ, գիտեիք, որ լուսնի վրա տեղադրված դրոշը իրական դրոշ չէ։ Այո, եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ դրոշը կարծես ծածանվում է։ Բայց ինչպես է դա հնարավոր, եթե տիեզերքում օդ կամ քամի չկա։ Դրոշն ուներ հատուկ դիզայն, հորիզոնական դիրքով տեղադրված ձողով, որպեսզի այն լիովին ձգված մնա եւ չընկնի լուսնի ձգողականության ազդեցության տակ։ Եվ այն կարծես ծածանվում է, քանի որ ինչպես երկրի վրա, երբ դուք դրոշ եք տեղադրում, դրա վրա գործադրվող ուժը կստիպի այն ծալվել եւ ալիքավորվել։ Նույնը տեղի ունեցավ նաեւ լուսնի վրա, բայց հենց որ նրանք դադարեցին դրան դիպչել, դրոշը մնաց ծածանվող, կնճռոտ դիրքում, քանի որ չկար մթնոլորտ այն շարունակելու համար։ Ինչու լուսնի վրա վայրէջքի ժամանակ աստղեր չկան։ Ոչ, դա կեղծ լինելու պատճառով չէ։ Պատասխանը շատ պարզ է։ Տեսախցիկի էքսպոզիցիա։ Ապոլոնի տիեզերագնացները լուսնի վրա վայրէջք կատարեցին լայն ցերեկով։ Արևը ուժեղ փայլում էր լուսնի մակերեսի վրա, ինչը այն դարձնում էր չափազանց լավ լուսավորված։ Սա նշանակում էր, որ տեսախցիկը պետք է օգտագործեր արագ փակման արագություն եւ ցածր էքսպոզիցիայի կարգավորումներ տեսարանի գերլուսավորությունից խուսափելու համար։ Դա նույնն է, ինչ երկրի վրա լուսանկար անելը։ Ցերեկը լուսանկարում աստղեր չէիք կարողանա տեսնել, բայց գիշերը կտեսնեիք։ Եթե տիեզերագնացները իրենց տեսախցիկները հարմարեցնեին աստղերին, մնացած ամեն ինչ, այդ թվում տիեզերագնացները, վայրէջք կատարող սարքը եւ լուսնի մակերեսը լիովին գերլուսավորված կլինեին։ Նրանք իրականում ունեին այս փոքրիկ կոշիկների ծածկոցները, որոնք, իհարկե, կատարելապես համապատասխանում էին հետքերին։ Լուսնային ապարներ, բայց ինչ կասեք ֆիզիկական ապացույցների մասին։ Լուսանկարները կարող են կեղծվել, այո, բայց ինչ կասեք իրական ֆիզիկական ապացույցների մասին, որ լուսնի վրա վայրէջքներ են տեղի ունեցել։ Լուսնային ապարներից այն կողմ մի նայեք։ Լուսնի մակերեսին 6 մարդատար առաքելությունների ընթացքում ՆԱՍԱ-ն հավաքել է 380 կիլոգրամ, այսինքն 838 ֆունտ լուսնային ապարներ եւ վերադարձրել երկիր։ Այս լուսնային ապարները կարելի է տեսնել ամբողջ աշխարհի թանգարաններում եւ ցուցահանդեսներում եւ միաձայն հաստատվել են որպես լուսնային ծագում ունեցող, այսինքն լուսնից։ Մենք դա գիտենք, քանի որ դրանք թվագրվել են ավելի քան 200 միլիոն տարով ավելի հին, քան երկրի վրա մեզ հայտնի ամենահին ապարները։ Բացի այդ, դրանք ունեն երկրի վրա որևէ այլ բանի չնմանվող հատկանիշներ, այդ թվում ջրի կողմից փոփոխության բացակայություն եւ վակուումում գոյության ապացույցներ։ ՆԱՍԱ-ի նմուշները նաև համընկնում էին խորհրդային առաքելությունների կողմից հավաքված նմուշների հետ բոլոր հատկանիշներով, այդպես որ այս անգամ խնդիրը միայն ՆԱՍԱ-ի եւ աշխարհի միջեւ չէ։ Որոշ դավադության տեսաբաններ ընդունում են, որ այս քարերը լուսնային ծագում ունեն, բայց նրանք պնդում են, որ դրանք պետք է լինեն լուսնային երկնաքարեր, քարի կտորներ, որոնք երկնաքարի բախումից հետո նետվում են լուսնի մակերևույթից, ապա գոյատևում են մեր մթնոլորտով ճանապարհորդության ընթացքում եւ վայրէջք կատարում երկրի վրա։ Ի վերջո, լուսնային երկնաքարերի բազմաթիվ նմուշներ կան, որոնցից շատերը հավաքագրվել են ՆԱՍԱ-ի կողմից։ Սա լավ կետ է, բայց առաջին լուսնային երկնաքարը հայտնաբերվել է 1979 թվականին լուսնի վրա առաջին վայրէջքից 10 տարի անց։ Բացի այդ, նույնիսկ տասնամյակներ շարունակ նման քարեր գտնելու համար համաշխարհային որոնողական արշավներից հետո հայտնաբերվել է ընդամենը 30 կիլոգրամ, ոչ մի կտոր այն 380 կիլոգրամից, որով ՆԱՍԱ-ն վերադարձել էր լուսնից, եւ դրանք նույնպես ռոբոտների կողմից չէին բերվի։ Նրանց անհրաժեշտ էին տիեզերագնացներ դա անելու համար, նույնիսկ եթե ՆԱՍԱ-ն օգտագործեր ռոբոտներ, նման լուսնից եւ Մարսից նմուշներ վերցնելու համար առաջարկվող ռոբոտներին, նրանք ստիպված կլինեին ուղարկել առնվազն 300 առանձին ռոբոտային առաքելություններ 380 կիլոգրամ քար գտնելու համար, եւ դա անիրագործելի է եւ խիստ անհավանական, հատկապես 1960-ականներին հասանելի տեխնոլոգիայի դեպքում։